Այս օրերին բոլորս ականատես եղանք մի իսկապես աննախադեպ խայտառակության, չլսված, չտեսնված խայտառակության, փաստորեն մի ամբողջ երկիր պատանդ է դարձել մի հոգու քմահաճույքի, ծաղրում են նաև Նիկոլ Փաշինյանի ասած այդ խաղաղության խաչմերուկ։ Վարվում են այնպես, ինչպես կվարվեին ցանկացած պետություն չունեցող ինչ-որ վաճառականների խմբի հետ։ Հայաստանը մտել է այդ գծի մեջ եւ արդյունքը տեսնում ենք։ Եվ տեսեք, թե ընդդիմադիր դաշտ կուրվածը ինչպես է դա անում։ Կոնկրետ եկեղեցուն հալածում են, արքեպիսկոպոսները գտնվում են կալանքի տակ, կաթողիկոսը ձերբակալությունից 5 րոպե պակաս վիճակում է, որին լսում ես, ասում են հաղթելու ենք անպայման, ես ինչ եք ասում, այ տեսեք ոնց ենք հաղթելու, տեսեք ինչ ենք անելու հեսա։ 30,000-ին կարող եք մոբիլիզացնել, եթե քաղաքական դաշտը վերածվել է կրկեսի, եթե իշխանությունները իրենց ծաղրածուների պես են պահում, դա չի նշանակում դուք էլ պիտի ձեզ ծաղրածուների պես պահեք։ Սա ընտրություն չի ուղղակի այն մասին, թե ովքեր կլինեն ազգային ժողովում հաջող։ Պետության խնդիրները բոլորովին այլ են, հասարակության պահանջները բոլորովին այլ են, ձեր ասածը ուրիշ բան է։ Ինչքան ուզում եք ձեր ծրագրերը լավ լինեն, եթե հասարակությունը տեսնի, որ դուք ընդհանրապես ուզում եք հայտնվել խորհրդարանում, դուք նույնիսկ անցողիկ շեմը չեք հաղթահարել։ Պետք չի առաջնորդվել ձեր շահերով, պետք չի գնալ այն մանդատի հետևից, որը ձեզանից բացի որևէ մեկին որևէ օգուտ չի տալու։